Սիրելի հայորդիներ եւ հայդստրեր, ով կարող է ասել այսօրվա դասի թեման։ Ահա։ Այսօրվա մեր դասը Պապ Թագավորի կյանքի մասին է։ Ապրես աղջիկս։ Գիտես, ես քեզ առանց հարցնելու ինն եմ նշանակում, որովհետև քո աչքերից երևում է, որ դու լավ սովորել ես դասդ։ Ի տարբերություն վերջում նստած Գևորգի, որ ես ավելի քան վստահ եմ, որ չգիտի, թե ով է Պապ Թագավորը։ Չէ, Գևորգ։ Բայց հեք տենց ասում Գեր Կիրակոսյան, ես շատ լավ էլ տեղյակ եմ Պապ Թագավորից։ Ասեմ ավելին, ես ավելի քան վստահ եմ, որ Գևորգը չգիտի, թե երբ է ծնվել Պապ Թագավորը։ Ով ասեց, գիտեմ։ Գևորգը չգիտի նաև, թե ինչով է զբաղվել Պապ Թագավորը։ Ընկեր Կիրակոսյան, ես թե ձեր համար ավտոյի հետևի սիձերնիկի ռեմեն չեմ, որ բանի տեղ չեք դնում։ Ասացի ես Պապ Թագավորից լավ էլ տեղյակ եմ։ Շատ լավ, երեխեք ջան, դե դեպքում Գևորգը կգա գրատախտակի մոտ եւ կպատմի Պապ Թագավորի մասին։ Կպատմեմ։ Դե, պատմիր, ով է եղել Պապ Թագավորը, երբ է ծնվել, ինչով է զբաղվել։ Սկսենք նրանից, որ Պապ Թագավորը ծնվել է 1976 թվին, ավելի կոնկրետ 1976 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ժամանակին տաքսի ա քշել, հիմա գործազուր կա, բայց իրանց բակում լավ հարգված ա, չի սիրում ոսպով ճաշ, նախընտրելի գույնը սև, սիրած երաժշտությունը ռաբիզ, հա ու իսկական անունն էլ Սաքոյա։ Դու հասկանում ես ում մասին ես խոսում, Գևորգ։ Հա, հասկանում եմ, ընկեր Կիրակոսյան։ Էս ինչ հիմարություն ա, Գևորգ։ Դու ոնց ես համարձակվում մեծն Պապ Թագավորի մասին նման ձև արտահայտվել։ Լրիվ ես ձեռք առել քեզ։ Գնա նստիր տեղդ, երկուս ես ստանում։ Վաղ առան ծնող չգաս դպրոց։ Անգրագետ հայորդի։ Պապ, ես ինչ ես անում։ Չես տենում, արա բրդուջ եմ անում։ Տենում եմ, ուղղակի պետքա երշիկը դներ հացի մեջ, ոչ թե հացի երշիկի։ Լսի Գևորգ, դու ինձ մի սովորացրա ես ոնց բրդուջ անեմ։ Դու չգիտես, որ ես երշիկի համար գժվում եմ։ Ոնց ասես, Թագավոր ջան։ Արեդ խիա դեմքիցդ դուդուկի ձեն գալի։ Պապ, մի բան ասեմ չջղայնանաս էլի։ Ինչ ես արե Գևորգ։ Էլի սառնարանից իմ փայ բժշկական երշիկն ես կերել, արա։ Չէ, պապ։ Որսորդականն ես կերել, արա։ Չէ, պապ, ավելի վատ։ Ապխտաց, արա։ Չէ, պապ, ոչ մի բան չեմ կերել։ Բա ինչ ես կերել, արա։ Պատմությունից 2 եմ ստացել ու դպրոց ծնող են կանչել։ Արա լավ, ես էլ ասի երշիկներս ես կերել։ Բա ինչի համար են ծնող կանչել։ Քո պատճառով, պապ։ Դպրոցի պատուհաններն եմ կոտրել, Գևորգ։ Չէ, պապ։ Դիմացիդ նստող աղջկա մազերն եմ քաշել, Գևորգ։ Չէ, պապ, վայ։ Բա ինչ եմ արել, արա որ ծնող են կանչել։ Քեզ չեն կանչել, ինձ են կանչել։ Արա բա քեզ են կանչել, գնա ինչ ես ուզում ինձանից, թող երշիկս ուտեմ։ Լավ էլի, պապ, կլինի միջև վերջ լսես։ Ասում եմ, այսօր մեր դասը Պապ Թագավորի մասն էր։ Դասատուն դաս հարցրեց, ես էլ քո մասին պատմեցի, Թագավոր ջան։ Դրա համար ծնող կանչեց։ Վայ հորս օրև։ Արա դու լրիվ անգրագետ ես, Գևորգ։ Արա սաղ դպրոցով հորդ խայտարակ ես արել, Գևորգ։ Արա քո տեղը ես եմ գետինը մտնում, Գևորգ։ Արա դու մինչև հիմա չգիտես ով է Պապ Թագավորը, Գևորգ։ Ով է Թագավոր, դու ես իմ համար Թագավոր։ Արա Պապ Թագավորը ես չեմ, Պապը տա։ Եթե հացնեին ով է Հայր Թագավորը, այդ ժամանակ նոր պետքա իմ մասին պատմեիր։ Գնա դրանց ասա Հայր Թագավորը զբաղված է ու չի կարագա, թող մայր թագուն կանչեն, ռադդ քաշի թող երջիկս ուտեմ, արա, իե։